Многоуважаеми господин Сафарян, уважаеми учители, Հարգելի պարոն Սաֆարյան, հարգելի դասատուներ։ почти половин век вашето училище е храм на просветата и вече точно 40 години този превърнал се в дом на арменската и българската култура учебно заведение, гордо носи името на големия български поет и искрен приятел на арменския народ Пейо Яворов. Той бе първият и единственият, който в онези трудни години се почувства съпричастен към трагичната съдба на арменците и я изрази в такава съвършенна, разтърсваща до дъното на душата поетична форма. Արդեն գրեթե կես դար ձեր դպրոցը հանդիսանում է կրթության եւ լուսավորության մի տաճար եւ արդեն ճիշտ 40 տարի է ինչ հայ եւ բուլղար մշակույթի տոն դարձած ուսումնական այս հաստատությունը գրում է բուլղար մեծ բանաստեղծ եւ հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Պեյո Яворովի անունը։ Նա առաջինն էր ու միակը, որն այն ծանր տարիներին հայերի ճակատագրի կարեկիցը դարձավ եւ այդ զգացումը արտահայտեց կատարյալ հոգեցույց իր բանաստեղծության խոսքով։ Това са години, през които резултатите от вашия всеотдаен труд се изразяват не само чрез броя на възпитаниците, получили добро образование и намерили своето достойно място в обществото, но и тези съвременна формула на образованието, която в последните десетилетия навлязло и се възприема като нова, а всъщност вашето училище вече 4 десетилетия достойно носи факела на интеркултурното възпитание. Դրանք տարիներ էին, որոնց ընթացքում ձեր անձնվեր աշխատանքի արդյունքում չափվում էր ոչ միայն լավագույն կրթություն ստացած եւ հասարակության մեջ իրենց արժանավույն տեղը գրաված շրջանավարտների քանակով, այլև դաստիարակության այն արդիական միջոցներով, որոնք վերջին տասնամյակներն են մուտք գործել եւ իբրև նոր են գնահատվում աշխարհում։ Այսինքն իրականում ձեր դպրոցն արդեն 4 տասնամյակ արժանապատվությամբ կրում է մշակութային ջահը։ Когато народът построи училище, вгражда в него своята обич, уважение и преклонение пред знанието. Освен като извор на просветление, с ежедневния си всеотдаен труд, вашите учители са успели да оставят светла диря не само в умовете ви, но и в сърцата ви, селявайки там обичта към приятелския български народ. Երբ մարդիկ դպրոց են կառուցում, քարին են հաղորդում գիտելիքների հանդեպ իրենց ստացած սերն ու ակնածանքը։ Լուսավորության օրան լինելուց բացի իրենց անձնվեր աշխատանքի շնորհիվ ձեր ուսուցիչները վառ ակոս են թողել ոչ միայն ձեր գիտակցության մեջ, այլև նաև սրտերում, այնտեղ ամբարելով սեր բարեկամական բուլղար ժողովրդի հանդեպ։ Затова на днешния юбилей присъстваме и ние, потомците на любимия на всички нас поет, а също изразяваме своята признателност и уважение към всички тях. Нека това малко, но ярко пламтящо огнище на вековната дружба между нашите два народа да продължи да съществува и в бъдеще, да продължи да посява кълновете на знанието и да възпитава родолюбие, човеколюбие, честност и духовност. Այդ պատճառով էլ այսօրվա հոբելյանական հանդեսին ներկա ենք նաև մենք, բոլորիս համար սիրելի բանաստեղծի հետևորդները, եւ մենք նույնպես մեր հարգանքն ու շնորհակալության խոսքն ենք ուղում ձեր բոլոր ուսուցիչներին։ Թող որ այս թեև փոքր, բայց բոցավառ օջախում շարունակվի մեր երկու ժողովուրդների միջև ստեղծված դարավոր բարեկամությունը, թող որ այն շարունակվի նաև ապագայում, ցանելով գիտության սերմերը եւ դաստիարակելով հայրենասիրություն, մարդասիրություն, ազնվություն եւ հոգեվոր բարձր արժեքներ։ Съхранете любовта към родното си училище, а ние ще се върнем, носейки в сърцата си облика на това кътче. Պահպանեք ձեր մեջ ձեր հայրենի դպրոցի հանդեպ սերը, իսկ մենք կվերադառնանք մեր սրտերում ներփակած այս գողտրիկ անկյան պատկերը։ Бъдете здрави и не отстъпвайте от естествения, непрестанен стремеж на човека към наука и просвета. Честит юбилей!
Եղեք առողջ եւ մի նահանջեք մարդու անընդհատ ձգտումից դեպի գիտություն եւ լուսավորություն։ Շնորհավոր Հոբելյան։ А сега искам да поканя на сцената директора, за да връча този адрес и адреса от министъра на образованието и науката на Република България. Իսկ հիմա բեմին ուզում եմ հրավիրեմ դպրոցի տնօրենին, որպեսզի նրան հանձնեմ այս տեքստը եւ Բուլղարիայի կրթության եւ գիտության նախարարի կողմից փոխանցված ուղերձը։ Това е лично от министъра на образованието и науката. И още нещо носа от едно българско училище от град Пловдив, математическа гимназия, академик Киро Попов, предложение за сътрудничество с училище Пео Яворов. Եվ մեկ բան էլ Պլովդիվում գտնվող մի մաթեմատիկական գիմնազիայի կողմից, Կիրո Պոպովի կողմից մի առաջարկություն Երևանում գտնվող Պեյավորովի անվան դպրոցի հետ համագործակցության առաջարկություն։ Это не все. Это на болгарский и на армянский текст. А вот этот специальный плакет Министерства образования България, с которым министър образования награждает директор школы. И, конечно, еще здесь находятся книги, подарки от Министерства образования, школу и, конечно, една специальный подарок для директора. Пока, все. Սիրելի բարեկամներ, թույլ տվեք այս բարձր գնահատականի համար, որ տրվեց Բուլղարիայի կրթության եւ գիտության փոխնախարար պարոն Աթանասովի կողմից, հայտնել խորին շնորհակալություն եւ այն գեղեցիկ բառերը, խոսքերը, մտքերն ու արտահայտությունները, որ նա ասաց, ես դա վերագրում եմ մեր ամբողջ մանկավարժական կոլեկտիվին, մեր դպրոցի բոլոր բարեկամներին, ովքեր մեզ հետ միասին բարձր են պահում եւ հայ դպրոցի պատիվը եւ հայ բուլղարական բարեկամությունը։ Խորին շնորհակալություն ձեզ։